Ողջույն բոլորին, Arena Live-ն է շանթի եթերում, այսօր այստեղ երկչու է, ով երկչու էր դեռ օրորոցից և այսպես լայվ մեր Arena-ում Սոլա Ռուբենյան։ Տեսա ու սիրեցի քեզ քո գրկում կարոտեցի անպարզաձեռքդ ինձ պինդ սեղմեցի ու իմ սրտում ես տերոշմեցի աղոհացիդ համագերող երկինքերով վես արերիդ հովնամոքող սով ջրերիդ քաղցրահամը ծարավանող Երկինքերով ես արերից, հովնամոքող, սով ջրերիդ, քաղցրահամը ծարավանող Կամքը կոփած մի ժողովուրդ, մի նոր սերունդ, գանձն է հողիկ, կոմեսարին մի հին մատուր, ու մի խաչքար վանք խնկաբույր Կերամ ամարացիի ամեն մի նոր հավաքածուն դա մի ճանապարհորդությունն է։ Այս անգամ նա մեզ բերել է Իտալիայի գրեթե ամենակոլորիտային վայրերից մեկը։ Դիմավորեք նեապոլիտանական հավաքածուն։ Դասական, ազգային ու ժամանակակից 3 համադրություն, որոնք հանդիպում են հազվադեպ։ Այս անգամ Մարացին ձեզ կզարմացնի իր մոտեցմամբ։ Համեցեք ծանոթանալու նեապոլիտանական հավաքածուին։ Սկսեցինք այս երգով, որը որ պրեմիերա էր, կոչվում է Արցախ երգը գրել եմ ես և Արմինե Սարգսյանը, մայրս։ Հավանեցիք երգը։ Շնորհակալ եմ շատ։ Ուզում եմ ասել, որ սա իմ առաջին մենահամերգն է։ Այդ պատճառով պետք է ավելի ակտիվ լինեք և ավելի ոգևորեք։ Էլի էքսպերիմենտ ենք արել։
Եվ պետք է ձեզ ներկայացնենք մեծ սիրով։ Վեմ եմ հրավիրում Գողթ խմբին, իմ շատ լավ ընկերներն են։ Ես ձեզ կներկայացնենք երգերի միքս։ It is a cause as a meditation. It does a place you never suspect. It doesn't play for the money wins. It don't play for respect. It is a cause to find the answer. Secret geometry of chance. The hidden low of a probable outcome. The numbers little dance. I know that the spades are the swords of a soldier. Not out to clubs the weapons of war. Don't have diamonds and a money for these songs. That's not the shape of my heart. He may play the jack of diamonds. He may let a queen of spades. I'm not a man with too many faces. The mask I wear is one. I know that the spades are the swords of a soldier. I know that the clubs are weapons of war. I don't have diamonds and a money for these swords. That's not a shape of my heart. That's not a shape of my heart. My heart. Այսօր ես իմ յարին տեսա, թող մասերը ոլորած է։ Բարև տվի, բարև չարա, գուցե ինձից խռոված է։ Նայի դեմքի կարմիր խնձոր, լուսնի նման բոլորած էր։ Սիրտը ելած, աչքերը թած, կայծակի պես պարարած էր։ Մացրև դարավ, խփեց անցավ, որոտի պես վրդովված է։ Ախ իմ յարը
հասկացա, որ իմ յարը իմ արվեստից խռոված է Հիմա կներկայացնենք երգեր, որոնք որ արել եմ շատ տաղանդավոր ու շատ լավ իմ ընկերների հետ, գողթ, պահարենք։ Հուսով ենք ձեզ դուր կգա, գնացինք։ Հարս եմ գնում տանից հեռանում Հարս եմ գնում տանից հեռանում 17 տարեկան նանի ջան սիրո տիրանում 17 տարեկան նանի ջան սիրո տիրանում
Շնորհակալ եմ շատ ձեզ։ Հիմա կերքեմ մի երգ, որի հեղինակը ես ու մայրս ենք, Արմինե Սարգսյանը։ Շնորհակալություն խոսքերի համար։ Երգը կոչվում է «Ժամանակն» է և նվիրված է մեր Եղեռնի 100-ամյակին և այդ էմոցիաներով էլ, այդ զգացողություններով էլ գրել եմ, բայց երաժշտությունը չեմ գրել որպես ինչը որ 100 տարի ասվում է, ուղղակի ուզել եմ բողոք ներկայացնեմ, բողոք իմ սրտից եկած, կարծում եմ, որ այդ օրերին ու միջև մեր կյանքի վերջ մենք այդ բողոքը ունենալու ենք մեր մեջ և ես էլ իմ որպես երգիչ այս երաժշտության պես մեղեդիով, մայրս էլ որպես խոսքերի հեղինակ մեր բողոքն ենք արտահայտել, գնացինք, ժամանակն է։ Զանգեր սարքեք 100 կոչնակ, ամեն տարին մի համազարկ, խուլ մարդկության մեծ ականջին, հայտակը դարձրեք կտակ, զանգեր սարքեք կոչնակ, տարեք երկինք աղոտ կամբար, մեծ աշխարի փոքր խղճին, հայտակը դարձրեք կտակ, Աշխարհ, ուզում է փրկվել
Սոնա Ռուբենյան։ Ողջույն Սոնա Ռուբենյան։ Ողջույն Գարիկ Պապոյան, լավ դու։ Լավ, շնորհակալություն։ Մի տեսակ տարօրինակ, լավ իմաստով տարօրինակ քո հետ զրուցելը, որովհետև Մենք իրար հետ երգում ենք։ ամեն օր զրուցում ենք իրար հետ, ես հիմա չգիտեմ քեզնից ինչեր հարցնեմ, որ ես չգիտեմ, ամեն դեպքում, բայց երբ որ նոր ծանոթանում էի մեր սցենարիստի հետազոտություններին, տեսա որ բավականին շատ բան քո մասին չգիտեմ։ Արի ես դրանք փորձեմ պարզել։ Ուրեմն այստեղ կա գրված Բայց պայմանավորվել ենք, որ վատ հարցեր չեն լինելու։ Ես մեղավոր չեմ։ Ինձ ստիպում են, ասում են Սոնային անպայման վատ հարցեր, ամեն վատ հարցի համար ես 7% բոնուս եմ ստանում ամսվա վերջ։ Գնացինք, կկիսվենք։ Ուրեմն գրված է, որ նո տենց լավ հետաքրքիր առասպել կա, որ քո ձայնը քո պապիկն է նկատել, երբ որ դու օրորոցում սլուխով լացում էիր։ Դա իրականում ճիշտ առասպել է, քանի որ ականատեսներ եւ ներկաներ էլ կան։ Երբ ծնվել եմ 40 օր անընդմեջ բարձր ձայնով բղավել եմ։ Բայց ինչ ես Beatles ես լացել, ինչ ես լացել։ Summertime-ն եմ լացել Պորկի բեսից Գերշվինի եւ միայն դա են ունեցել այդ կասետան հայերեն ոնց է։ Նույնի վատ ակցենտով է ինձ թվում։ Կասետա։ Կասետ։ Միանշանակ։ Դրել են միայն դրա ու լամպի արկայության դեպքում եմ քնել եւ միջև այսօր էլ Գերշվինը իհարկե փոխվեց դարձավ ուրիշ բաներ, բայց լամպը մնաց։ Բայց դու շատ վաղ հասակից ես, չէ՞ երգել։ Հա, մանկապարտեզից։ Վաղուլ հասակից։ 3-4 տարեկանից կարծեմ, բայց երգել ասելով ոչ թե տենց ինչեր, բայց այսօր չէ, լուրջ ինչ որ երգել ես, մանկական երգեր չես երգել նկատում։ Մանկական երգեր իրոք չեմ երգել, որովհետև ես 5 տարեկան եմ, երբ որ ընդունվեցի երգիպետական թատրոն եւ ընդունելությանս երգը եղել է Կիլիկյան։ Բայց 5 տարեկանում ընդունվել ես երգիպետական թատրոն, 15 տարեկանների բաժինը, հա, ես տենց եմ կրել։ Քանի որ ընդունելությունը 7 տարեկանից էր։ Ծնողներս որոշում են, որ ամեն դեպքում ինձ տանեն ընդունելու եւ հասկանում են, որ 7 տարեկանից է ոչ մի շանս չկա, միջանցքում պատահաբար մայրիկս Վարդուհի Վարդանյանին է տեսնում, ասում է խնդրում եմ էլի իմ երեխային լսեք էլի, դե ամեն ծնող գիտի իր երեխան է ու վերջ էլի։ Ասում է խնդրում եմ մի հատ լսեք իմ երեխային։ Ասում է խնդրում եմ մի հատ լսեք։ Ասում եմ բայց 7 տարեկանից ասում է ուղղակի լսեք։ Վարդուհին լսում է եւ անուս 7 տարեկանների ցուցակով Սղացնում է։ Հայավարի։ Սղացնում է։ Իմիջայլոց ծնողները տեստեղ են, քո հավերժի դասարդ ծնողները։ Եվ որ առաջին անգամ տեսա, ես իրենցից փոքր էի, հիմա նոր որ տեսա, իրենցից մեծ եմ արդեն։ Որտեղ են, ուզում նկատեմ։ Ողջույն։ Լավ եք, լարված եք մի քիչ։ Մեծացել է, չէ՞ Ագինը, 5 տարեկան Սոնան չի, բայց նույն երգերն է երգում, դա հավես։ Ուզում ասեմ մեծական։ Ոչ թե շուտվանից նույնն է, հաճա շուտվանից նույնն է, բայց դու ուրեմն ես գաղտնիք է կարող է շատերի համար էլ ոչ, որ ես եւ Սոնա Ռուբենյանը համերգ ենք պատրաստում իրար հետ, որ տենց հայկական երգերի նոր մշակումներ խորագիր ունի ինքը եւ այսօր եթերային նոր ամսի 12-ին է, համերգը վաղն է, ամսի 13-ին։ Ամբողջ ընթացքում մեզ մոտ միշտ հարց է ծագում, ինչու Սոնան փորձերին չկա, նոր պատասխանը եկավ այդ հարցի ինձ մոտ, որ Սոնան որտեվ ուրիշ փորձերի է։ Խնդրում եմ արդարացիր նենց, որ չվիրավորվենք մեր խմբով։ Ձեր խմբի, մեր խմբի բոլոր ներկայացուցիչները այսօր դահլիճում են։ Դավիթներ, բարևներ։ Այստեղ են, հա։ Այո։ Հա։ Ողջույն։ Այսինքն ուզում ասեմ ժամանակը հանելուց նրանց է պետք է հանես։ Ես ուզում իմանամ ժամանակը, որ մեր խմբից էր գնում, այս խմբին էր նվիրում, թե այս խմբին էլ չէր գնում, ինչ որ ուրիշ պատճառաբանություն կար, իրանց էլ ասում էր մեր խմբում ես փորձի։ Ես ուզում եմ հիմա բոլորի աչքի առաջ համերգին էի պատրաստում, Գարիկ, իմ առաջին մենահամերգն է, մի ճնշիր։ Լավ անցնում, բայց տրամադրված ես։ Շատ, ուղղակի շատ հուզված եմ։ Օգնում ես, հա։ Հա, շատ լավ է, ուրախ եմ որ օգնում։ Լավ, գնացիր ընդունվեցիր երգիպետական թատրոն։ Ահա։ Հետո ինչի տարիներ անցան, ինչ որ դասեր անցան, փուլեր անցան եւ եկար Superstar 5, որտեղ արդեն ես կայի, նստած էի։ Դու էիր։ Այն ժամանակ մեր մոտ ընդունելությունը 16 տարեկանից էր։ Ես ուզում իմանամ այդ ժամանակ եղել ես 14 դու։
Չէ, այդ ժամանակ 17 տարեկան էի, բայց մի ամիս հետո, այսինքն չափահաս եմ դարձել Շանթի ու Սուպերստարի շրջանակներում։ Այստեղ միտեղ ես չափահաս դարձել։ Այն կողքի բեմում։ Կարելի ասել, որ դու հենց քո պրոֆեսիոնալ կարիերան սկսեցիր Սուպերստար 5-ից։ Իհարկե, որովհետև հասուն արդեն շրջան էր սկսվում։ Հավեսեր, ես հիշում եմ, երբ որ դու եկար։ Դու ժյուրի էիր։ Ես ժյուրի էի, ինձ էլ եմ հիշում, նստած էի, ճիշտ է։ Երգում էր Overjoyed, չէ՞։ Ստիվի։ Այո, լավ էր երգում, ասում այո։ Ուզում ես հիշացնես։ Չէ, շատ հետաքրքիր տպավորություն էր, որտեղ այդ պահին միանգամից զգացում էր, որ սա ուղղակի սովորական մասնակից չի եկել, մարդ է եկել, որը երկար ճանապարհ ունի անցնելու, մինչև այսօր։ Իսկ դու գիտես քո դեմքից ես ինչքան էի ոգևորվել եւ անընդհատ հետո առաջ էի տալիս քո դեմքի արտահայտությունն էի նայում, որը ինձ մի նոր ստիմուլ տվեց առաջ գնալու համար։ Ձեզ հետաքրքիր է, շփվում ենք, էլի մենք ուղղակի բաներ ենք հիշում, բան։ Հա, բայց ինչ դեմք էր, որ հիմա։ Դες դեմքից ոնց կոգևորվես։ Փոփոխությունը ջղային դեմքից դարձավ այսպես։ Շատ լավ։ Դեռ շատ հիմա կշարունակենք մենք, հետաքրքիր հիշողությունները կհիշենք, քո անցած ճանապարհը եւս մեկ անգամ կշեշտենք, կվերհիշենք։ Հիմա ուզում ենք լսել այն ինչին, որ դուք պատրաստվել եք երկար ժամանակ մեր փորձերի հաշվին։ Սոնա Ռուբենյան, ծափարեք, շարունակենք։ Հաջորդ երգն եմ ուզում ներկայացնել։ Էլի իմ եւ Սարգսյան Արմինեի հեղինակային երգն է։ Երևան։ Կարող եք ծափերով օգնել մեզ։
Շնորհակալ եմ շատ։ Հիմա երգում եմ մի երգ, որը որ Շանթ հեռուստաընկերության պրեմիերա նախագիծը հաղթեց։ Խոսքը Սաշնան Սերենադ երգի մասին է։ Երգը ինձ համար շատ թանկ է։ Քանի որ նախ հաղթեց պրեմիերա նախագիծը, շնորհակալ եմ հեղինակներին Էլիտա Հարությունյանին եւ Վազգեն Քոլոյանին։ Եվ դարձավ իմ առաջին շրջանի այցեքարտը։ Օրը մտնեց դանդաղ Երբ ինձնից դու հեռացար անհետ Կյանքն անիմաստ դարձավ Կորցրեց խինդը միագույն դարձավ Հանգեց, խամրեց, մարեց Իր հետ աշուն բերեց ու այդ աշունը գույներով ինձ կախարդեց ինձ սիրտը սիրեն վերցրեց ու այդ աշունը սերենադից նվագեց ու քամին մեր սերս տարավ հորդան ծրևին կամած կպատմեմ ես պատմությունը իմ ու կխնդրեմ նրան քեզ թողնել կորած երազը իմ դանդաղ մեղմ շշուկով եկավ աշունը թող ու այդ աշունը գույներովից կախարդեց ինձ սիրտը սիրեն վերցրեց ու այդ աշունը սերենադից նվագեց ու քամին մեր սերս տարավ վերադարձիր իմ արև դու աշնան բեր ինձ գույներ բեր երազանք աշունը դեղին գույներովից կախարդեց ինձ սիրտը սիրեն վերցրեց ու այդ աշունը չնայեց այլևս քեզ սերս տարավ անհետ սերս տարավ անհետ սերս տարավ անհետ Շնորհակալ եմ։ Հիմա ուզում եմ ներկայացնել շատ տաղանդավոր մարդկանց, շատ լավ մարդկանց ու իմ շատ լավ ընկերներին։ Էդգար Կարապետյան, Կարո Կարապետյան եւ Գևորգ Կարապետյան։
Հարցիրեցի փուշտ արավ դլե yaman Հարցիրեցի փուշտ արավ դլե yaman Գնաց ուրիշին արավ ախմերդ մեռնի սարի աղջիկ օյ քարի աղջիկ օյ քար սիրտ աղջիկ օյ չար սիրտ աղջիկ գնաց ուրիշին արավ դլե yaman Leyli Yarcan Շնորհակալ եմ շատ։ Եվ ուզում եմ հենց այս երգից հետո բոլորս ծափարենք Վարդուհի Վարդանյանի հիշատակին, ով եղել է իմ առաջին ուսուցչուհին։ Հիմա պետք է երգեմ մի երգ, որը որ շատ եմ սիրել։ Երգի հեղինակներն են Արամ Ավագյանը եւ Անիտա Հախվերդյանը։ Երգը կոչվում է Շնորհակալ եմ։ Հատ անձայն անցան օրերը իմ
Ստորած մեղրի նման մի նոր տարի Այսօր գանձերն եմ ես ագահամրում Սիրո փշրանք ելոք իմ ափերում Բայց նրանք միանում են մի կտավ են դառնում Շնորհակալ եմ քեզ Տեր, որ շնորհել ես ինձ սեր Շնորհակալ եմ քեզ Տեր Հիման արդեն բացեց աչքերն անհուս Կտա դափնին, թե կմարի հեռվում Հնչյուն ինչպես է մեղեդի դառնում Կոծված սրտերը մեր ինչպես բացում Ով է քեզ արարել երկ, ով է քեզ օրորել Շնորհակալ եմ հոգով, որ ծնվել եմ երգով Շնորհակալ եմ քեզ Տեր Երկնից ընկած ասես երեք խնձոր Երեք իմաստ ծնվում է կյանքը նոր Տևում է սերը երկն ու օրվոր Սպիտակ ու սև ստեղները և բոլոր Դաշտամուրին անելու Ինձ կոչ են ապրելու Ինձ կոչ են լինելու Շարունակ լինելու Պատվիրել ես ապրել, պատվիրել ես սիրել Շնորհակալ եմ քեզ Տեր Հաթաթ անձայն անցան օրերը իմ Հաթաթ անձայն անցան օրերը իմ Շնորհակալ եմ Բոլորից շատ հայտնի մի երգ Jessie J-ի երգացանկից Mama Knows Best Trust someone who's lying to me So go, now I said boldly Take your best and go You're not for me And mama knows best when Comes get a heart And papa always has a joke To make me alive Say mama knows best when, yeah I feel down So bring me up and always keep my feet on the ground See ragdoll, but you can pick up either rock and all of this inconsistent life. I think it's time that STO stops so go. Now I said boldly, I said take your best and go. You're not for me, and mama knows best when comes get a heart, and papa always has a joke to make me alive. Just keep the best of my daddy side of me. Always use humor as your therapy. Yeah. Don't ever take life too seriously. Just do you, 'cause you do you. So we're ready to leave. Yeah. Say mama, mama knows. Say mama, mama
Շատերը նկատում են, որ դու բավականին ակտիվ ես սոցցանցերում։ Ինչպես բոլորը կարծում եմ։ Դե որ նկատում են, ուրեմն իրենք էլ են ակտիվ, ամեն դեպքում այնտեղ են, որ նկատում են, եւ մեզ մոտ սցենարիստը դուրս է գրել ստատուսներ, որ դու տեղադրել ես։ Հիմա ես ուղղակի ընթերցեմ ստատուսները, ես էլ չգիտեմ ինչ ստատուսներ են։ Հերթով ընթերցենք ու փորձենք վերհիշել ինչ է պատահել, որ այդ ստատուսը։ Պատը մոնտաժով կհանենք։ Օրինակ սա, ես դարձել եմ ալկոհոլիկ, այս կհանենք, մոնտաժով հանում ենք, մյուսից, լավերից։ Տոներն են մոտենում։ Ես ենթադրում եմ ամանորյա ինչ-որ ստատուս է, լավ ես ինքն իրան բացատրող մի բան է։ Երկրորդը, նոր մտքեր, բազմակետ, նոր ծրագրեր։ Նոր ծրագրեր։ Ի նկատի եմ ունեցել ինչը։ Երևի մեր համերգը։ Մեր համերգը։ Որը վաղն է։ Պուշկինի 3-ա, համեցեք, ասած սիրունս դարձած գովազդեր։ Հաջորդը կարելի է ասել, որ ես շատ կարճ մանկություն եմ ունեցել։ Դու երևի 5 տարի առաջ եմ գրել, չեմ հիշում։ 5 տարի առաջ կար Facebook։ Իհարկե։ Հա։ Հա, իրոք, բայց կարճ մանկություն եմ ունեցել։ Հա, խոսենք դրանից։ Ինչի՞ ես գրել, որ կարճ մանկություն ես ունեցել։ Չնայած այն բանին, որ բոլոր խաղերը խաղացել եմ Բաքում եւ այսինքն թե 5 տարի է տևել քո մանկությունը քո պատմությունից։ 5-ից հետո արդեն գնացել ես սովորելու։ 5-ից 8։ 5-ից հետո քեզ 7-ի տեղ տվել են սովորելու, դու մինչև այսօր։ Մինչև այսօր չէ, ավարտեցի։ Այդ հիշել, որ ես գրեցիր, ինչ էր հիշել, որ հիշում էի, որ արդեն ես մեծ էի, երեխաները Բաքում խաղում էին, բայց ես համերգի էի պատրաստվում։ Հա, այս իրանց ես տեսել, որ խաղում են ու արտագրել ես տենց։ Չէ, հիմա Բաքում երեխաներ չեն խաղում։ Բակերում։ Ինչի ես գրել ես ստատուսը։ Չեմ հիշում։ Չես հիշում, հասկացանք։ Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են Վարդուհի Վարդանյանի հետ։ Խնդրում եմ։ Առաջին նոր տեղի ունեցած առաջին հարցազրույցի ժամանակ արդեն ասացի, օրինակ հո առաջին ուսուցչուհին է եղել եւ նա է օգնել, որ ընդունվես Երգի պետական թատրոն։ Նու չեմ կարող ես ինքս խոսքերով ասել ինչքան կարող ես դու շնորհակալ լինել, որովհետեւ դու էլ դժվար խոսքերով բնութագրես։ Այդ զգացմունքը այդ ամենը խոսքերով բնութագրելու չի, բայց ես գիտեմ միշտ ասում եմ, որ ես գիտեմ, որ նա այստեղ է ու ինձ լսում է։ Այո։ Բարձր ծափարությունները միշտ հնչել են Վարդու համար եւ հիմա էլ պետք է շարունակել։ Մենք ունենք Կոմիտասի կարիքը, անգամ 100 տարի անց։ Այո։ Չէ, ես բան չասեցի, ես ինչ ա եղել, որ սա գրել ես։ Ով էր նոր տեսալովակ անել։ Վերջին ահավորներից հիշի կհասկանա։ Ինձ թվում է ինչ էլ պատասխանես, ինչ-որ մեկը կվիրավորվի։ Բայց արի ամեն դեպքում Կոմիտասից խոսենք առանց այն պատճառների, ովքեր որ քեզ հիշեցնում են Կոմիտասի բացակայությունը։ Որտեղ հիմնականում ես կուզեի, որ Կոմիտասի ներկայությունը մեզ հիշեցնեն, բայց բացակայությունն են հիշեցնում։ Օրինակ ինչի՞ց ես դու տենց տպավորվում ու ներվայնանում, որ Կոմիտասի պակաս այդքան զգացում է։ Կոմիտասը ինչ արեց, մաքրեց հայկական երաժշտությունը, առանձնացրեց օտար տարերից ու ասեց, որ քանի որ այն ժամանակ ժողովուրդները շատ հարազատ հարևանների պես էին ապրում, այդ պատճառով ամեն ինչ մի քիչ խառնվել էր։ Ինչ արեց, մաքրեց, ասեց սա հայկականն է, սա։ Եվ հիմա մենք 100 տարի անց, չնայած միշտ ենք ունեցել կարիքը, բայց Միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր չեն մաքրվում տենց էլ։ Միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր, այո, բայց այսօր շատ ավելի, շատ ես զգում եմ, մեզ մաքրել է պետք է ամեն ինչը, կարծում եմ։ Համաձայն եմ, կան մարդիկ, ովքեր ասում են, այս երկրին Ստալին է պետք, կան չէ՞ տես մարդիկ։ Մենք էլ ասում ենք, այս երկրին Կոմիտաս է պետք։ Իհարկե, որ նորից առանձնացնի, օտար տարերը տանի, 21-րդ դարում ենք ապրում, իհարկե պետք է օգտվել բոլոր մշակույթներից, բայց այդ մշակույթը ներկայացնել որպես հայկական, հայերեն բառերով, կարծում եմ դա մի քիչ։ Ինչ։ Մեղմ ասած, ապրես, այո։ Հայ ծնվելն էլ ամեն մարդու բան չի, ես պատասխանի մեջ տեղավորվում է։ Ես էլ այրան բացատրում, բայց դա գրքիր է, որտեղ սմայլիկներով ես ես գրել։ Ահա իմ մագիստրոսի դիպլոմը։ Այո։ Կյանքիս եւս մի շրջան ավարտվեց։ Եվս մեկ էջ բարեհաջող թերթեցի։ Այդ դիպլոմը ինչպես ստացար, հեշտ։ Կարմիր էր, թե ուրիշ գույն։ Կարմիր էր։
Կարմիր էր։ Կարմիր էր։ Հեշտ էր։ Հեշտ չէր։ 6 տարի սովորեցի կոնսերվատորիայում, պետական Բայց կոնսերվատորիայում։ 3 էր։ Որ 3-ը տվել ես, չեմ ուզում մի անգամ էլ որ կարմիրը ստանաս։ 4 տարի բակալավր, 2 տարի մագիստրատուրան ավարտեցի եւ կարմիր մագիստրոսի դիպլոմ ստացա։ Դիպլոմը հիմա տանն է։ Կարծում եմ հա։ Այսինքն ոնց որ դրանից հետո էլ չես տեսել, այդ օրը նկարվել ես ու Էլ չեմ տեսնելու։ այս դիպլոմիդ մեջ ինչ որ նվերներ դրեցին տնեցիք։ Բարակ թղթից sense ուղանկյուն նվերներ եղավ։ Շնորհավորում եմ Սոնջան, մեր խումբը չտեսավ այդ նվերներից ոչ մի հատ, բայց օ եթե հնարավորություն ունենայի ճաշի կերավիրեի Բախին, Սթինգին եւ Կոմիտասին։ Ու թարգմաներ ինչ են խոսում, չէ՞ իրանք իրար մեջ։ Բայց ով փակեր հաշիվը, լավ է։ Ես։ Աշնան Սերենադ երգը քեզ ինչ տվեց։ Աշնան Սերենադ երգը իմ կարող եմ ասել առաջին շրջանի, պրոֆեսիոնալ կարիերայի առաջին շրջանի այցեքարտը հանդիսացավ։ Հիշեցնեմ, որ պրեմիերա նախագիծը Սոնան հաղթեց Աշնան Սերենադ երգով, տեսահոլովակ նկարահանեց։ Այո, դե հիշում ես չէ՞ դու։ Այո։ Սոնա Ռուբենյան, լսենք շարունակությունը։ Շատ լավ։ Հիմա ձեզ կներկայացնեմ մի երգ, որը երբ որ հասկացա, որ կարողանում եմ մեղեդիներ են գալիս մտքիս եւ կարողանում եմ դրանք գրել, հենց այս առաջին մեղեդին գրեցի, իմ առաջին հեղինակային երգը եւ մայրիկիս հետ առաջին համագործակցությունը, իրական պատրանք։ Այս կանաչ ճամփան, որ սկիզբն է մեր սիրո, բարուրված սպիտակ վարդին ու տերտերով, կսեղմեմ ամուր քո ձեռքը, կվառեմ լույսերն հոգուս, մենք անցնենք այս ճանապարհը, դեպ հավերժություն, դա այն հրաշքը, որ հասցե ունի, կոչվում է սեր մինչ սերն է այն անուրջը, դա իմ ու քո գաղտնիքն է, որ դառնում է կյանք, իրական դու պատրանք իմ Կսուսվեմ հատակը քո ջինջ աչքերի, կհամրեմ սարքերը քո այրվող սրտի, և սիրո մեր պատմությունը զարդարված վառասխերով, շաղ կտամ դեպի երկինք ես, որ դառնալ Սերն է
Իսկ հիմա կերքեմ դուետ մի շատ տաղանդավոր երգչի հետ, ում շատ լավ ճանաչում եք։ Դիմավորեք Սևակ Ամրոյան։ Էրնակ, էրնակ։ Գոտի կլնի Յարիս բարակ միջքին կապած Էրնակ մազեր հլնի Ընչուր թիկնա միջքին կախած Էրնակ Ծաղի կլնի ընդուր ոտնա թակին շախած Ախերնակ կլներ ըստեղ բաստերնակներ մտնիմ յարիս բաղը իմ յարը մենակներ Ախերնակ կլներ ըստեղ բաստերնակներ Մտնիմ յարիս բաղը, իմ յարը մենակներ Քաղցր ձենիդ խուրբանելն է Իմ անուշյար մեր վաղարի Քեզ համար դուրը Հիմա թարան մեր վաղարի Ուզեմ սիրով սեղան բանա Իմ սեղանին ղոնախարի Ախերնակ կլներ Յաստացից կոմա կլներ Յարես մտներ Աստված մեզ կոմակլներ, յարս մտներ բաղը, սեղանից ղոնախլներ Էրնակ դու վարդնիր Ես խուլ կանգնիմ թշի նման Էրնակ առնիմ քովապանի Գարունք բերող ղշի նման Էրնակ, քեզնով հարդի վերընկնիմ բի խուշի նման Ախ էրնակներ հստեղ բաստերնակներ մտնիմ յարիս բաղը իմ յարը մենակներ Ախ էրնակներ հստեղ բաստերնակներ մտնիմ յարիս բաղը իմ յարը մենակներ Սրտի սիրո
ճամփակտրիր Սիրո ճանապարհով եկար Նստիր քովս իմ անուշյար Ասեմ հազար բարով եկար Ախեր նախերնակ կլներ Աստված մեզ քոմա կլներ Հասնիկ մեր մուրասին Սուրբ բսակութ հագլներ Ախեր նախերնակ կլներ Աստված մեզ քոմա կլներ Հասնիկ մեր մուրասին Սուրբ բսակութ հագլներ Հասնիկ մեր մուրասին Սուրբ բսակութ հագլներ Սևա Կամրոյան Շատ ուրախ եմ, որ գտնում եմ այստեղ այս բեմին և Սոնայի հետ, շնորհավորում եմ, տաղանդավոր և լավ մարդ։ Շնորհակալ եմ շատ Եվ մենք էլի պրեմիերա ունենք այսօր Ինչի Ինչ երգը ուզում եմ ներկայացնել երգը տաղանդավոր կոմպոզիտորի շատ լավ մարդու իմ կողմից շատ սիրելի Կարեն Անանյանի երգն է Խոսքերը Արմինե Սարգսյանինն են Դու միշտ հնչիր իմ երգ որ ծնվել ես երկրի կապույտից մենք զույգ հոգի ասես մեկնանում լինենք որ դարձանք անբաժան ընկեր քեզ հետ չկա Չի սպասվում բաժանում հավետ Դու կապանքներ կոտրող ազատություն ամբերջ կյանք տախից խնդություն քո խազից ծնված մեղեդին ընթացք է տալիս երկրի պտույտին մաքրություն մաղիր Լավտերներ Մայթերին ու իջնի երեկո Կքայլենք թևանցուկ կժվտան Սուլելով մի ծանոթ մեղեդի Քեզ հետ չկա
Կարեն Անանյան։ Սոնա Արուբենյան։ Սոնա Արուբենյան, մարդ, ով ամենաշատը վախենում է մթությունից եւ արձաններից։ Այո։ Ինչի ես դու վախենում արձաններից։ Չգիտեմ, չեմ կարողանում մոտենալ։ Եթե գիտեմ, որ արձան կա, փորձում եմ շրջանցել։ Ես հիշում եմ, որ մենք փորձերի ժամանակ չասեմ որտեղ ինչ փորձ էինք անում, բայց փորձերի ժամանակ առնետ տեսանք, որ վազում ու դու բարձրացար աթոռի վրա։ Հիշում ես։ Ես այդ իսկական վախը, որ տեսել եմ, դա էր։ Հիմա եմ հասկանում, որ քեզ թվացել է ոչ թե առնետ է վազում, այլ արձան է վազում։ Որտեվ վախը դա է։ Առնետներից էլ եմ իհարկե սարսափում։ Մթությունից մի քիչ հասկանալի են չես վախենում, բայց արի բացատրի, որտեվ քեզ թվում է, երբ որ Ոչի Մանչեսթեր ինչ է կատարվում։ Այսինքն արձաններն են գալիս ինձ։ Փորձում եմ 2 օր կենտրոնանում եմ։ Փորձում եմ 2 օր առանց լույսի քնել, բայց 2 օրից հետո նյարդերս ջղացակվում են, չեմ դիմանում։ Սոն, արի մի քիչ խոսենք ամեն դեպքում քո ոլորտից, այն ոլորտից, որտեղ դու արդեն բավականին կայացած ես, բայց դեռ ինքդ գիտես, որ շատ աշխատանք պետք է անես ու անում ես։ Մի ոլորտ, որը գեղարվեստական է, որը տաղանդի հետ կապ ունի եւ եթե տաղանդդ անսպառ է, ուրեմն աշխատանքդ էլ է անսպառ։ Ուր ես դեպի գնում հիմա, ինչ ես պատրաստվում անել։ Դու ունեցար մենահամերգ, կարծում եմ այս ծրագրով դեռ շատ համերգներ կունենաս։ Մենք կունենանք համերգ, դեռ շատ կունենանք, բայց երգչու կարիերայում նաև միշտ նոր երգեր են պետք, միշտ տեսալովակներ են պետք։ Այ այս առումով ինչեր ես անում հիմա։ Արցախ երգը, որը որ առաջինը երգեցի, նոր երգ է։ Պրեմիերան շուտով կկայանա, YouTube-յան պրեմիերան։ Եվ Գարնանը որոշել եմ, որ երգը պետք է ունենա տեսահոլովակ։ Գարնանը կնկարահանենք տեսահոլովակը։ Ստեղծագործում եմ, գրում եմ երգեր։ Երգը, որը հիմա կերգեմ, գրել ենք ես ու Ավետ Բարսեղյանը, ծափահարություններ։ Իմ շատ սիրելի, տաղանդավոր, ավագ ընկեր, հարազատ, Վաստակավոր։ Ավետ է, Բարսեղյանը։ Արժանի վաստակավոր։ Մեր շատ սիրելի։ Լուսեի հայրիկը։ Լուսեի հայրիկը։ Այո, արդեն Լուսեի հայրիկը։ Ավետի հետ ենք գրել։ Երգը կար մոտավորապես 1 տարի կար։ Տեսահոլովակի մտահաղացում ունեցա, որը որ պետք է նկարեինք ապրիլ ամսին։ Եվ արդեն նկարահանման գործընթացը պետք է սկսվեր, բայց քանի որ ապրիլյան դեպքերը տեղի ունեցան, այդ ժամանակ ոչ մի բան բնականաբար տեսահոլովակի մասին, այն էլ այն սյուժեը, որ մտածել էի, չէր լինելու։ Եվ մտածեցի, որ այդ օրերին ուզում ես դու էլ քեզնից ինչ-որ մի բան անել, չգիտեմ, որպես ստեղծագործող մարդ, որպես երգիչ, որպես չգիտեմ, ամեն մեկ իր բնագավառում ուզում է ինչ-որ բան անել, ինչ-որ բանով օգտակար լինել։ Որոշեցի, որ երգս նվիրեմ ու նվիրեցի հերոս ծնած հայ մայրերին։ Տիկին Գոհար Մարտիկյանն էլ էստեղ է, հերոս Աշոտ Չախոյանի մայրը։ Պատիվում ենք Տիկին Գոհար։ Եվ այդպես նկարահանեցինք տեսահոլովակ եւ ես շատ զարմացած էի, ճիշտ է, մտահաղացումը, ցանկությունները շատ են, բայց միշտ չէ, երբ որ քո ցանկությունները արդարանում են։ Խոսելով ընկերներս ինձ շատ օգնեցին։ Զանգեցինք մայրերին բոլոր Տիկին Գոհարի օգնությամբ եւ բոլորը համաձայնվել են նկարահանվել տեսահոլովակում։ Նկարահանվել են 1993-ից մինչև 2013 թվականի զոհված հերոսների մայրերը եւ ինձ համար, չգիտեմ, չեմ կարող ասել, ինձ զգացողություններ եմ ունեցել տեսահոլովակը նկարահանելու օրերին, ես եւ ընկերներս։ Ինչ ասեմ, չենք կարող ոչ մի բան անել, չենք կարող ոչ ցավը կարող ենք մեղմել, ոչ մի բան չենք կարող անել։ Ուղղակի փոքրիկ քայլ, բայց հիշել կարող ենք։ Հիշել կարող ենք եւ միշտ պետք է հիշենք, որովհետեւ նրանց շնորհիվ է ու նրանց տղաների շնորհիվ է, որ մենք այսօր կանք։ Առասարակ կարողանում ենք որևէ բան հիշել։ Այո։
Շատ լավ, երևի արդեն վերջացրեցինք, շատ հետաքրքիր է քեզ հետ զրուցելը ամեն անգամ։ Ինձ միշտ թվում է, որ մենք ամեն անգամ զրուցելուց պետք է խոսենք նույն թեմաների մասին, բայց միշտ զրույցը նորովի է ստացվում։ Հետաքրքիր շատ մարդ ես դու, ես շնորհակալություն եմ ուզում հայտնել այն ընտանիքին, որտեղ դու մեծացել ես, որտեղ իրենք քեզ շատ բան են տվել, կարծում եմ։ Կան երազանքներ, որոնք դեռ չեն կատարվել, ու շատ են այդ երազանքները, թե մնաց մի հատ, արձանները չլինեն ու վերջ։ Երազանքները շատ են, նպատակները շատ են, բայց դրանց հասնել է պետք, դրանց համար աշխատել է պետք եւ փորձում եմ անել այնպես, որ բոլոր երազանքներս իրականություն դառնան։ Շատ լավ, Սոնա Ռուբենյան։ Շարունակում ենք։ Հայրիկ։ Աչքեր, որ անգիր գիտեն հոգիս, որ դժվար պահին է լույս տալիս, ճանապարհիս, կողքիս, բարության մի տիեզերք, որը ինձ համար միշտ գտնում է ելք, դեպի վերեք, մայրիկ, քո սրտում Աստվածն է ապրում, մայրիկ, իմ աշխարհն ես այս աշխարհում, մայրիկ, քո աղոթքն է ինձ միշտ պահապան, քո խոսքով ու սիրով անսահման դու ուժու թև ես ինձ տալիս, իմ մայրիկ։ Շնորհակալ եմ։ Մեզ մնաց վերջին երգը, բայց մինչ երգը ներկայացնելը եւ երգելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել երաժիշտներին, ում հետ աշխատեցի եւ այս համերգը ներկայացրեցինք ձեզ։ Կարեն Անանյան, Նարեկ Գևորգյան, Արմեն Ավետիսյան, Դավիթ Պողոսյան։ Շնորհակալ եմ շատ։
Եվ վերջին երգը բնականաբար պիտի լինի Հայաստանի մասին։ Հայաստան։ Այս կարունը քեզ համար թող լինի անդոր Այս կարունը քո մանկած թող բերի օրոր Տարապած իմ հայրենիք այդպես մոլոր հերիք քայլես Բավելուր ու գլխի կոր քայլես կանգնիր նորից ու նայիր առաջ Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալով սերը քեզ մնաց թող Աստված օրհնի որդոց հայոց Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալով սերը քեզ մնաց թող Աստված օրհնի որդոց հայոց Թող կրունկը քո սրտում բույնը իր հյուսի Թող սոխակը իր երգով քո հոգում խոսի Եվ թող նոր այս ծաղիկները քո վերքերդ տակ փակեն Եվ թող արևի շողերը քեզ նորից լցնեն ողողես իրով Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալով սերը քեզ մնաց թող Աստված օրհնի որդոց հայոց Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալով սերը քեզ մնաց թող Աստված օրհնի որդոց հայոց Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալով սերը քեզ մնաց թող Աստված օրհնի որդոց հայոց Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալով սերը քեզ մնաց թող Աստված օրհնի որդոց հայոց Եվս մեկ սպասված համերգ արդարացրեց իր սպասելիքները Սոնա Ռուբենյան Իսկ մենք հանդիպենք հաջորդ շաբաթ